Երբ Թարգարիենների կառավարման առաջին 100-ամյակն ավարտվեց, Ծեր թագավոր Ջեյհերիսի առողջությունը խրխլվում էր։ Այն ժամանակ Թարգարիենների տունը իր հզորության ծաղկման շրջանում էր։ Իրենց 10 հնազանդ վիշապների հետ աշխարհում ոչ ոք չէր կարող մրցել։ Թագավոր Ջեյհերիսը կառավարեց մոտ 60 տարի խաղաղության և բարգավաճման մեջ, սակայն դժբախտությունը զրկեց նրան իր երկու որդուց, թողնելով նրա ժառանգորդությունը հարցականի տակ։ Ուստի 101 թվականին Ծեր թագավորը հրավիրեց մեծ խորհուրդ, որպեսզի ընտրի ժառանգորդի։ Ավելի քան 1000 լորդ ժամանեց Հարենհոլ։ 14 թեկնածու խոսեց, բայց քննարկվեց միայն 2 հավակնորդ։ Արքայադուստր Ռեյնիս Թարգարիենը, արքայավագ դուստրը, և նրա կրտսեր զարմիկը, արքայազն Վիզերիս Թարգարիենը, ամենամեծը արու ժառանգորդներից։ Սույնով հայտարարվում է 7 թագավորության, բոլոր գերագույն լորդերի և լորդ վասալների կողմից, որ վիշապաքարի արքայազն կդառնա արքայազն Վիզերիսը։ Ռեյնիսը, կինը, չի ժառանգի երկաթե գահը։ Նրա փոխարեն լորդերը ընտրեցին Վիզերիսին, իմ հորը։ Ջեյհերիսը հրավիրեց մեծ խորհուրդ, որպեսզի ապահովի գահաժառանգության խաղաղ կարգ, քանզի նա գիտեր դառը ճշմարտությունը։ Միակ բանը, որ կարող է ոչնչացնել վիշապի տունը, հենց տունն է։